Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունեմ բոլորիդ Աստվածորդներ ցեզի հույսով եմ լավ եք։ Եթե միշտ կհետևիք եւ օրտնված եք անպայման կոմենտներով ամեն գրեցեք կամ ասանք աղոթքի նշան դրեք, որ գիտնանք, որ կհետևիք եւ իրականության մեջ այս խոսքերը ձեր կյանքը կփոխեն։ Սիրեներ միշտ կուզեմ հիշեցնել, որ այս ամենը բարձրապես մենք չենք գներ, որ մարդիկ լսեն, քաչալերվին, մեզի ասեն, ինչ աղվոր է, Աստվածորդն է ցեզի, մենք ալ ուրախանանք, հա, այդ ամենը լավ է, բայց մենք ուրախանանք այդ ժամանակ, երբ որ լսենք իրական մարդոց կյանքերը կփոխվի, որովհետև Հիսուս Քրիստոսը եկավ 2000 տարի առաջ, խաչվեցավ, երրորդ օրը հարություն արավ, որովհետև մեր կյանքերը փոխե, խավարեն դեպի լույս։ Ադոր համար այս ամեն ինչը նպատակը մեկ է, որ մեր կյանքերը խավարեն դեպի լույսը լա եւ որ լույսի կանք ավելի լույսին մեջ հաստատվենք եւ լույսը մեր դերն է Հիսուս Քրիստոսը։ Սիրեներ, այսօր պիտի խոսիմ զոմաբահության մասին, եթե դու մեկն ես, որ փորը շատ կսիրես, ուդելը շատ կսիրես, ուդելիքը շատ կսիրես, գրնալալ փախիս ասնութեն, բայց գեցիր մի փախիր, ես ալ ուդել շատ կսիրեմ, ուդելիքն ալ շատ կսիրեմ եւ ադոր մեջ սխալ բան չի գա, բարձրապես պետք է գիտնանք ինչպես զսպենք մենք մեզի համով ուդելիքեն եւ համով գերագուրներն, այսինքն համով գերագուրը խնդրեմ չէ եւ ուդել սիրելն ալ խնդրեմ չէ, գրնանք նաեւ այսպես ասել, Աստծո օրհնությունն է ադի մեզի համար, անշուշտ առողջ գերագուրները, որովհետեւ մենք ուդենք եւ վայելենք, ադիալ Աստծո մե բայց երբ որ մենք զսպվածություն չունենք գերագուրի հանդեպ, ադիգա արդեն ուրիշ խնդրեմ է։ Ադոր համար այսօր պիտի խոսիմ զոմաբահության մասին եւ հարցումով պիտի սկսեմ։ Արդյոք քրիստոնյային համար զոմաբահությունը բարդատիր բան է կամ ընդրովի է։ Այսինքն ադիգա բարդատիր է, պետք է անենք, թե ընդրովի է։ Գուզես կնես, գուզես չեսներ։ Ինչ է ձեր կարծիքը։ Հիմա ես էսի պիտի չի գրնամ լսել, անշուշտ է կովս չեք որովհետև, բայց աս հարցը մեկ հատ գուզեմ ասե հարցնել, թուն մեկ հատ մտածե ասանք մի քանի վարյան մտածե ասանք, արդյոք ինչ է քո պատասխանդ։ Զոմաբահությունը ընդրովի է կամ բարդատիր։ Սպասեմ քեզի։ Լավ։ Ասեմ որ մեր դերը ոչ մեկ բան այդպես շներ, որ ուզես պիտնես, բայց մեր դերը կբադվիր է ասելով ասիգա անպայման պետք է անես։ Այսինքն հոստեղը կարևոր է, որ բարդատիր ասելով արդյոք Աստված ուզես պիտնես կսեմեզի, ոչ, Աստված երբեք չսեր, ուզես սուտ մի չի խոսիս։ Ես իմ իշխանությունոց կքոսեմ կուպերանատ, Աստված անանք չներ, բայց գսե սուտ մի խոսիր։ Ընդրությունը քեզի է։ Հիմա զոմաբահությունը արդյոք այնպես է, որ քրիստոնյային համար բարդատիր է, այսինքն անպայման պետք է անենք, թե ընդրովի է, գուզես կնես, գուզես չեսներ, այսինքն դու նայր, ինչպես որ գուզես։ Եկեք այսօր պատասխանենք։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 16-րդ խոսք, մինչև 18-ը։ Երբ ձոմ կբահեք, գեղձավորներուն պես դրդումերես մի ելակ, քանզի իրենց երեսները գավրեն, որբեսի մարդոց երևնան թև ձոմ կբահեն։ Ճշմարիտ կսեմ ցեզի, անոնք իրենց վարձ կարած կլան։ Բայց դու երբ ձոմ կբահես, գլուխդ օձե ու երեսդ լվա, որբեսի մարդոց ձոմ բահողի պես չերևնաս։ Հավաքու հորդ, որ քաղտուկ դեղը կգտնվի, քու հայրդ, որ քաղտուկը կտեսնե, քեզի հադուցում միտինե։ Հիմա նայեցեք սիրեներ, Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ, եթե ուրիշ դեղեր ալ տեսնեք կարդակ, դեղը աղոթքի մասին կսորվեցնե ասկե առաջ օրինակ։ Գսե երբ աղոթ կնեք։ Հոսալ գսե երբ ձոմ բահեք։ Ինչպես որ երբ աղոթ կնեք, նույնպես ինչպես երբ ձոմ բահեք։ Ինչու ասան գսկսա, որովհետև հոս գսե երբ որ ասի ինեք, Հիսուսը արդեն այդպես կխոսի, որ ասի պետք է ինեք արդեն, իսկ երբ որ ինեք, ըսկուշ եղեք աս բաներն։ Այսինքն ինչս էլ գուզեմ, հոս չէ գրված, եթե ձոմ պիտի ինեք, ըսկուշ եղեք 1, 2, 3, 4 գեդերեն։ Չէ, ոչ թե եթե, երբ որ պիտենեք։ Եթե սկսեր եթեով, այսինքն եթե պիտենես, եթե գուզես, ըսկուշ եղիր։ Չէ, երբ որ ունես, այսինքն պետք է անես, որպես քրիստոնյա
Այսինքն քիչ մը գրնալ գոբիթը լավ, բայց բարդաթիր է, կարևոր է, անշուշտ պետք է։ Դուք բարդաթիր բառեն մի հասկնաք, որ ուզես, ինքը բարդաթիր է, անպայման պետք է անես, բայց անշուշտ դու կորոշես։ Բայց եթե չի որոշես անել, շատ մեծ բան գործունեություն գլաս։ Ինչպես որ աղոթքը։ Օրինակ, Եգուր մին էր աղոթք։ Հիմա Աստված քեզի կստիպե որ աղոթք անես, ոչ։ Բայց բարդաթիր է աղոթքը, որբեսի երկխոսությունը լա Աստծո հետ, որբեսի Աստծո հետ խոսիս։ Ադոր համար նույնպես զոմաբահությունն է։ Բարդաթիր է այդ առումով, որ քրիստոնյային կյանքի մեջ անբաժան մասնիկ պետք է լա, ինչպես որ աղոթքը նույնպես զոմաբահությունը։ Եվ այո, գիտեմ, որ գրնալալ տուն մեկը ներ, որ այսպես չէր մտածեր։ Գրնալալ քեզի համար աղոթքը եւ զոմաբահությունը լման ասանք ուրիշ կատեգորիներու, ուրիշ վերնակիրներու դակ էին։ Գիտար աղոթքը շատ կարևոր է։ Զոմնալ հadouk բարակաները լան է, չէ, բայց Աստվածաշունչին նայելով մենք կհասկանանք, որ զոմաբահությունը նորեն ապրելացև է, քրիստոնյայի ապրելագերբը, ապրելացևն է, ինչպես որ քրիստոնյային համար աղոթելը։ Հիմա աղոթելը իր հատկություն ունի, զոմաբահությունը իր հատկություն ունի։ Մենք աշենք խառներ գոր, բայց ես բարձրապես օրինակ կուտամ։ Հիմա սիրեներ։ Սկսենք նախ խոսելով ադոր մասին, որ ինչ գնե մեկը զոմաբահության ընթացքին։ Այսինքն զոմաբահությունը ինչ է։ Զոհ է կամ զոմաբահությունը անոթի մնալ է, սով սկալ է, ինչ է զոմաբահությունը։ Ինչպես որ գիտենք, զոմաբահությունը աստվածաշնչյան դարբերակներով հիմնական, ադի է որ մեկը կզրգե ինձինքը գերագուրեն, չուրեն, չուրի օրինակները քիչ ունենք, բայց գերագուրը հիմնական օրինակն է լման աստվածաշնչյան։ Հիմա զոմաբահությունը այսօր մարդիկ շատ բաներ գրնան զրգեն իրենց եւ ասեն ես զոմաբահություն կվերցնեմ, օրինակ հոսի մի հերախոսս կա եւ գսեն մոր ես 3 օր պիտի չի կործածեմ զոմաբահություն մտնեմ հերախոսես։ Նայեցեք, ասանք զոմաբահություններ գոկնեն, որովհետեւ նպատակը մաքուր է, նպատակը ճիշտ է, գոկնեն, բայց աստվածաշնչյան զոմաբահությունը ինքը կտեսնենք հիմնականը գերագուրներն է։ Okay, եւ հիմա զոմաբահության նպատակը ինքը բարձրապես գերագուրե զրգել անոթի սկալը չէ, այլ խոնարհություն է տևի Աստված։ Այսինքն խոնարհության քայլ է Աստծո առջև, որ տուն քու սիրած բաներդ կզրգես քեզի եւ կխոնարհվիս Աստծո առջև, ինչ որ նպատակի համար։ Այսինքն զոմաբահության նպատակը ինքը կամ զոմաբահությունը կորզնական ցևով ինչպես կբացատրվի, ինքը խոնարհություն է Աստծո առջև։ Սիրեներ, ասիկա շատ կարևոր է գիտնակ, որովհետև շատ կարևոր է, որ մեկը ինչ որ գնե, գիտնա at իրարածին նպատակը ինչ է, որ տուն բարձրապես շատ անոթի սկալով չի կարծես, որ հիմա տուն շատ հաճող զոմաբահության մեջ ես, որովհետև նպատակը միան անոթի մնալը չէ, անոթի սկալը չէ։ Անշուշտ, եւ որ տուն գերագուրեն կզրգես տուն քեզի, անոթի գլաս, գսկաս անոթի մարդահարավեր գունենաս, այո, բայց իր ամբողջական նպատակը զոմաբահություն 5 դակարան եւ որ գարտան կսե զոմաբահությունով եկեք իմ արջևս կսե Աստված խոնարեցուցեք ձեր անձերը։ Զոմաբահությունով կխոնարեցնենք մեր անձերը, սիրեներ։ Ադոր համար շատ կարևոր է ասիկա սիրեներ, որ դուք գիտնաք, որ երբ որ զոմ կբահեք, ադիգա քայլ է խոնարհության տեպի Աստված, ինչ որ բանի համար որ դուք զոմ գնեք։ Հիմա սիրեներ, երկու տեսակ զոմաբահության մասին մի խոսիմ, որ Աստվածաշունչը կխոսի։ Հիմա մեկը Հիսուս Քրիստոսի օրինակն է։ Մատթեոս ավետարան 4 գլուխի մեջ առաջին խոսքեն գրված է եւ կտեսնենք, որ այն ադեն Հիսուս անաբադը դարվեցավ Սուրբ Հոգիեն, որբեսի սատանային փորձվի։ 40 ցորեկ ու 40 գիշեր ձոմ բահելեն յետքը անոթեցավ։ Ասի առաջին դարբերակն է Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգիեն անաբադ դարվեցավ, առանցնացավ զոմաբահության մեջ։ Երկու տեսակ զոմաբահության մասին որ պիտի խոսի մսի, արդեն առաջին տեսակը ասիկա է եւ հիմա կբացատրեմ ինչ ասել կուզեմ։ Գա այդ զոմաբահության տեսակը, որ Աստված գարանցնացնե քեզի ինչ որ նպատակի համար, որ տուն զոմ բահես, խոնարհվիս Աստծո առջև, զրգես տուն քեզի ու դելիքե կամ ինչ որ բան է, որ զոմ պիտի բահես եւ
խոնարհվիս Աստծո առջև եւ ձոմի եւ աղոթքի մեջ լաս։ Այս տեսակը այդ է որ տուն Աստված անցնաբես կխոսի քեզի գարանցնացնե քեզի որբեսի տուն ձոմի մեջ լաս ինչ որ նպատակի համար։ Հոստեղը Հիսուս Քրիստոսը նախքան ծառայությանը սկսի առանցնացավ Սուրբ Օքյան առաջնորդված ձոմովահություն բահեց 40 օր 40 գիշեր եւ ատկեվեջը սկսավ իր ծառայությանը։ Հadouk նպատակ կար առանցնացավ ձոմ բահեց եւ ասիկա գրնանք գաբել Մատթեոսին մեջ գարտացածնից այդ տեսակն է որ գսե եւ որ ձոմ կբահեք գեղձավորներով էս մեկ խոսքով մի բդդիկ ածախ դրդում երես ասանք որ ամեն մարդ ըսկա որ ծանր ես եւ քեզի հարցնեն ինչ ունիս լավ ես եւ դու նսես չէ օքեյ եմ բարձավես 15-րդ օրս է ձոմին եւ հիմա լավ չեմ աս ամեն ինչը չէ հարցը հոս է հարցը եւ որ քու թրտավաճարներդ շարժարիտներդ սխալ են որովհետեւ ոստեղը ադոր մասին գխոսի շարժարիտի մասին գխոսի այդ գեղձավորը որ դրդում երես կբդդի բայց այդ դրդում երես լալուն փուն շարժարիտը հոս է որ ինքը երևնա բայց ոստեղը ասվաշունչը գսե երբեք անանք մի լակ գեղձավորներով ես միշտ երեսնիտ լվացեք թարմ եղեք եւ պայման չէ փող հնչեցնեք որ ես զոմովահության մեջ եմ եւ ադորամար հիմա ինչ գիտնամ ինչ վիճակի մեջ եմ տուն քու եւ քու աստծո մեջ առանցնացուցեր է քեզ Աստված ինչ որ նյութի համար գրնալ ընտանիքիդ համար ծառայության համար ովևէ մեկ նյութով առանցնացիր եւ ձոմովահությունը դրե հիմա նայեցեք մարդիկ շատ կհարցնեն քանի որ հիմա գխոսիմ ասեմ մարդիկ կհարցնեն օրինակ լավ ընտանիքի անդամս կորձի գերտամ անպայման պիտի գիտնան Աստված ինձ գխոսի որ ունեմ բայց մարդիկ կան ուզեն չուզեմ պիտի գիտնան այսինքն չեմ գրնար հիմա ինչ ունեմ նայեցեք սիրեներ իրականությունը գուզեկն է ամենաշատ սրդի հարց է ասիգա այսինքն եթե բարակամը ունիք որ հիմա անգարելի է բահես քու մամայեն բաբայեն գնոջմեն եղբորմեն եթե անգարելի է բահես իրար հետ գաբրիկ իրար հետ գուդեք կխմեք եւ հիմա տուն բիդի չի ուդես հիմա առանց բաժարի անանք նստիս սիրեներ բեկչունիկ շատ դժվարացնելու հարցը ասի բարակա է օքեյ աս բարակային ասեք բայց փող հնչեցնել ուրիշ է գիծակ որ տունուր որ գերտաս ձոմի մեջ եմ եւ այլն Այդ բաները որ տուն բեկչունի սնելու եւ գնես սխալ շարժարիտով ադե հարցը բայց հիմա հadouk բարականեր գա ինչ միտնես մարդ հետդ գաբրի բիտքիտնա ադորամար շատ գրոնավոր մի լակ ասված ծեր սրդերուն գնայի օքեյ հանգիստ եղեք կարևորը դուք քննեցեք ծեր սրդի շարժարիտը եւ այդպես ալ շարժեցեք Ասիկա այս տեսակն է սիրեներ, միջ այդ ես այսօր պիտի չի խոսիմ զոմովահության տեսակներու մասին, թե ինչ տեսակներ կա Աստվածաշունչի մեջը, գխոսինք անպայման ադոր մասին մոդորեն, բայց այսօր պիտի խոսիմ զոմովահության մասին, ընդհանրապես, զոմովահության կարևորության մասին պիտի քաչալերեմ եւ տեսակի մասին, երկու տեսակի մասին պիտի խոսիմ։ Առաջինը ասի է որ Աստված գարանցնացն է եւ այդ տեսակի զոմը, որ մենք միշտ խոսվեր է, որ զրգեստուն քեզի Ինչը սինք զոմովահությունը խոնարհություն է առ Աստված եւ ինչ որ բանի համար աղոթելու։ Հիմա շատ քիչ լսեր եմ գխոսվի զոմովահության մասին, որ Աստված գխոսի իր խոսքի մեջ Եսայա 58-րդ գլուխի մեջը այս երկրորդ զոմովահության դարբերակը ինչով կդարբերվի, որ ինքը զոմովահություն է նույնպես ինչպես որ խոսեցանք, բանեմը զրգել, եկեք լավ Աստվածաշնչյան 5 տնենք, բանեմը չսենք, ուդելիք է զրգել, բարձավես սևերը կփոխվին, օրը կխոսենք լման չուդել, մեկ անգամ ուդել, մինչև մայրամուտ չուդել, ուդել հետո չուդել, ասոնք դեսակներ են։ Հիմա եկեք դեսակները մեկ կողմ տնենք, ասենք ինձինք զրգել, ուդելիք են զրգել, զոմի մեջ մտնել, երկրորդ դեսակը քիչ կորզնական դեսակ է, ադիկա առանցնացած At անաբադի օրինագով, որ առանցնացեր ես, տուն քեզի քաշեր ես, մեկ կողմ զոմի մեջ ես, աղոթքի մեջ ես, այս տեսակը կորզնական է շատ, հետաքրքիր է, որ երբ որ ձոմ կբահես, ինչ կորզնական բաներ կա, Աստված գուզե որ տուննես եւ ադիկա իրեն հաջելի զոմբահություն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Եկեք իրար հետ գարտանք Եսայա 58-ը 6-րդ գլուխեն։ Իմ ընդունած զոմբահությունս, Աստված գսե, իմ ընդունած զոմբահությունս։ Անիրավության գաբերը քագելը Լուծին գաբերը թույլցնելը,
հարստահարություն գրողները ազատ թողուլը, ամեն լուծ գդրելը, հացըտ անոթին բաժնելը, թափարական դնանքները դունդ ընդունիլը, մերգ մահակցնելը ու մարմինդ անդեսելն է։ Հետո, եթե նայք, գսե այնադեն, երբ որ այդ ամենը գնես, գսե այնադեն, գարտացեք մինչև 13-րդ խոսքը, ես ամենը պիտի չի գարտամ, գարտացեք մինչև 13-րդ խոսքը, բայց ես գարջ գարտամ նայեցեք գսե այնադեն, քու լույսդ արաբոդի պես պիտի ձակի ու բժշկությունը չուդով պիտի հայտնվի։ Քու արդարությունդ քու արջևետ պիտի երթա ու դիրոջ փառքը քու ետևետ պիտի պաշտպանե եւ ասոր պես շատ աղվոր խոստումներ։ Նայեցեք ինչ աղվոր է։ Գսե իմ ընդունած զոհաբաությունս 1 2 3 4 5 այս տեսակն է կորզնական զոհաբաության ժամանակ։ Եվ գսե ադոր արդյունքով այնադեն քու լույսդ պիտի ձակի գսե արավոդի պես եւ քու բժշկությունը չուդով պիտի կա եւ շարունակեցեք մինչեւ 13-րդ խոսքը կտեսնեք։ Հիմա ինչով դարբերվեցավ այս երկրորդ զոհաբաությունը։ Առաջինը Հիսուսին օրինակը դվինք, ադիգա օրինակ մնե, ասիալ օրինակ մնե, որ մենք զոհաբաության ժամանակ ինչեր կրնանք անել կորզնական։ Հիմա նայեցեք։ Առաջին գեդը, որոստե գրված է մի քանի գեդերը, անիրավության գաբերը քագելը, լուծին գաբերը թույլցնելը, հարստահարություն գրողները ազատ թողվիլը մեր այրենով, ամեն լուծ գդրելը։ Հիմա, մինչև ոսկենամ գշարնագեմ։ Ես չեմ գիտեր որչավ քանի հոգի հասկացավ այս ամենը, գրնալալ սկիզբը քիչ մնչի հասկանալիք չլա, որ գսե անիրավության գաբերը քագել, լուծին գաբերը թույլցնել եւ այլն։ Ես եւ որ սերդեցի այս ըսվածներու մասին, ինքը ուղված էր ուրիշներուն զարայելու մասին, ուրիշներուն զարայության մասին եւ հոստեղը գխոսի հոգևոր զարայության մասին իրականության մեջ եւ որ կտեսնեք, հիմա գրնանք երկու կողմեն նայել, երբ որ մենք զոհի մեջ կլանք, մեր կյանքին մեջ ալ անիրավության գաբերը կքագվին, մեր վրայի լուզերը գթյունան, հարստահարություն գրողները ազատ գարցակվին, մեր կյանքի մեջ ալ եթե կապվածություններ ունենք, ազատ գարցակվինք եւ որ լուծ կա մեր կյանքի մեջ կգդրվի, այսինքն այս ամենը մեզի համար ալ գլա, եւ որ մենք զոհի մեջ ենք, եւ որ լուզեր ունենք, եւ որ հարստահարված ենք, գախվածություններ ունենք, կապվածություններ ունենք, կաբանքներ ունենք, անիրավություններ ունենք, ադոնց գաբերը կքագվին, կքանթվին, մեղքերը ազատագրում գլա անձնական, անշուշտ, նաեւ բայց նաեւ հոստեղը գխոսի, որ իմ ընդունած զոհաբաությունը սկսե եւ աս խոսքերը գսե եւ ես սերդեցի նայեցա, որ թիմացինի մասին գխոսի, այսինքն այդ ժամանակ զոմի ժամանակ այդպես ըրեք թիմացինին, անիրավության գաբերը քագեցեք, լուծին գաբերը ցույցուցեք, հարստահարություն գրողները ազատ թողեցեք եւ այս ամենը հոգեվոր զարայություն է։ Գիտակ սիրեներ, հիմա ինձ գրնալալ մարդիկ դիտեն, որ դուք ընդհանրապես զարայության մեջ եք, գրնալալ առաջին անգամն եք դիտեք հոգեվոր պատկամը, գրնալալ դուք արդեն զարայող եք, այսինքն շատերուն համար գրնա հասկանալի լալ, շատերուն համար հասկանալի չլալ, բայց եթե քեզի համար թեր հասկանալի չէ, դու եկեղեցի չես երթար, չես զարայեր, թեր նոր հավատացյալ ես, մի իշտապեր, մի աջաբարեր, այս ամենը գահասկնաս օրերու ընթացքին, բայց ես հիմա կբացատրեմ ինչ սել գուզե այս ամենը, զարայողներ գրնալալ ավելի լավ հասկնակոս հիմա դուք, որ ոստեղը կբացատրե զարայելու մասին, հոգևոր զարայության մասին եւ որ մենք մարդոց գահաստենք եւ Աստծո հոգիով եւ շնորհքով եւ Սուրբ Հոգու բարքերներով անշուշտ կզարայենք լուծի դակ եղողներուն, գավվածներուն, անիրավության դակ եղողներուն, ամեն տեսակ զարայությունով հոգևոր գրնա խոսքի զարայությունով լա, աղոթքով լա, ամեն տեսակ կորզնական հոգևոր զարայությունով, բայց անշուշտ նորեն գսեմ, որ այս ամենը նաեւ անձնականալ է նաեւ եւ որ մենք զոհի մեջ կլանք, աղոթքի մեջ կլանք, մեր կյանքերեն ալ անշուշտ գաբանքները կքանթվի, լուծերը կգդրվի, ազատագրումներ կլա 100%։ Ամեն։ Շարունակենք, ասիգա գրնանք ասել մեկ բաժիներ ընդհանուր իրար հետ գաբ ունեցող գեդերը ասենք, մույս գեդերը, որ զոհաբաության ժամանակ կորզնական օրինակներ կուտա, ադիալ մեգերնե մեգը հացըտ անոթին բաժնելը, այսինքն երբ որ տուն զոհի մեջ ես զրգած ես տուն քեզի,
քու բաժինետ ուդելիքի կնա անոթին դուր Տապարական տնանքները դունդ ընդունիլը եթե տապարական մարդիկ կան եւ գրնաս ինչ որ ծևով դունդ ընդունիլ կամ ինչ որ ծևով ապահովել իրենց դերմը այսինքն մեկ խոսքով ծարայել տապարականին գերագրել անոթին եւ մերգին հագցնելը նորեն գսկակ չէ ասոնք իրար հետ գաբունեցող գեդերեն վերիներնալ իրար հետ գաբունեցող գեդերեն եւ վերջինը որ գսեր մերգը հագցնելը եթե մերգ կդեսնեք հագցուցեք գսե աստվածաշունչը ասիգա ինձի համար ընդունված զոհաբավություն է գսե եւ կորզական բաժիներու մասին գխոսի եւ վերջին օրինակը որ գսե եւ մարմինը անդեսելը ասիալ արդեն անցնականին մասին գխոսի որ մարմինը անդեսե ինչու մարմինը անդեսե գսե նայեցեք ոչ թե անարգել մարմինը այլ անդեսել սել գուզե որ մարմինը ինչ որ բաներ գուզե ասվարակային ջաշ գուզե բայց դու գանդես ես իր ուզածը եւ չես տար հագարակ ադոր փոխարեն գերտաս անոթին գուդաս քու բաժինետ դու չես արներ ուրիշին գուդաս ասովության դեսագը ասեմ կորզնական շատ կարևոր է նորեն որ մենք խոսենք որովհետեւ անգերս գսեմ ես քիչ լսած եմ որ ասի կխոսվի եւ աստվածաշունչը կխոսի որ զոմավության մեջ կորզնական բաժիններ ալգա եւ ադիգա ընդունելի է աստծո արչեւ եւ ասոնգեն ադոնք սիրեներ ադորամար գկաչալերեմ ցեզի զոմավության ժամանակ այո գա շատ ժամանակ եւ որ գուզե աստված առանցնացնել քեզի at անաբադի օրինագով հիմա Հիսուսը ֆիզիկավես անաբադ գնաց բայց ադի նաեւ գրնա օրինակը լա որ շատ ժամանակ at առանցնանալու գան չեմեզի աստված հիմա ադիգա գրնա անաբադը չլալ ինչ որ դեղը լալ բայց գուզես առանցնանալ չերտալ չիկալ մարդոց եւ մարդոցկով եւ տուն աստծո հետ ժամանակ անցնես զոմի մեջ լաս հadoop նվադակի համար եւ գա նաեւ որ քու արորիայիտ մեջ զարայությանը ժամանակ ինչ որ ժամանակ աստված առաջնորդը քեզի զոմբահես եւ աս կորզնական քայլերը անես հիմա նայեցեք ինչ աղվոր կարևոր բան մսի աստված առաջնորդը քեզի եւ զոմբահես հարցում արդյոք միայն պետք է աստված առաջնորդը որ զոմբահես ոչ այո գրնալ ալզարմացար ոչ պատասխանը ոչ է հարցում ունեմ քեզի տուն գաղոտես միայն երբ որ աստված քեզի առաջնորդ է գաղոտես տուն շատ ժամանակ աստված հadoop առաջնորդ է քեզի եւ գաղոտես բայց ոչ միշտ տուն գաղոտես որովհետեւ աստված առաջնորդ ես տուն գաղոտես որովհետեւ տուն գիտես որ պետք է աղոտես գուզես աղոտել պետք է բառնալ չեմ սիրեր ասպարակային պետք է աղոտես չէ տուն գուզես աղոտել գուզես քու հորդ հետ ժամանակ անցնել քու դիրոջդ հետ ժամանակ անցնել կամ հարցեր գա պետք է աղոտես հիմա ինչ միշտ որ սենյակ կմտնես աղոտելու աստված գարաշնորհ քեզի շատ ժամանակ ոչ տուն գերտաս աստծոքով նույնն զոմավությունն է սիրեներ շատ ժամանակ աստված գարաշնորհ քեզի ինչ որ հարց մգա հadoop անպայման աստված գսե քնած զոմի մեջ մդիր բայց պայման չէ որ աստված հadoop առաջնորդ է եւ ինչ որ հարցը լա անպայման որ տուն զոմնես զոմավությունը պետք է դառնա քրիստոնյային ապրելացևը ապրելագերբը ապրելացևերեն մեկ ապրելագերբերեն մեկը շատ կարևոր է որովհետեւ զոմավությունը գոկտե որ մարմնին ցայնը լրե հոգին ցայնը բարձրանա զոմավությունը գոկտե որ ժուժգալության բդուղը աճի քու յանքիդ մեջը Դերեկ Պրինսի շատ ավոր խոսում ունի, եթե գիտեք Դերեկ Պրինսին, ինքը գսե Ստամոքսը գսե շատ աղվոր ծառայ է, բայց շատ վատ առաջնորդ է։ Այսինքն զոհվածությունը քեզի ժուժգալության մեջ կբահե, որ տուն ժուժգալը լաս եւ գիտնաս զսպել այդ ժամանակ եւ որ պետք է զսպես քու գողորտդ։ Որովհետեւ սիրեներ հեչ բզդիգի մի առնեք ասնույթը ինքը որգրամոլությունը շատ լուրջ կաբանք է, մեղք է եւ որ մարդը կհասնի որգրամոլության։ Այսինքն չափեն դուրս ուդելը որ կհասնի որգրամոլության ինքը արդեն մեղք է։ Հիմա զոհվածությունը եւ կբահե քեզի at մեղքեն եւ գոկտեն որ քու հոգիդ ավելի արթուն լա միշտ եւ քու մարմնից ցայնա միշտ ավելի վարը լա հոգի հետ։ Ես անցամ գարձիկ է, ասիգա օրենք չէ, ոչ մեկ դեղը չեմ բերած աստվածաշունչեն, գարձիկ է որ կհավատամ Աստծո կամքի համաձայն է ես իմ գարձիկովս քրիստոնյաները քոնե
քոնե շաբաթը մեկ անգամ քոնե պետք է ունենան զոհաբավության օր նայեցեք նորեն չեմ խոսիր որ հadouk նվադագի համար Աստված կգանչե քեզի գսե մդիր մեկ շաբաթ 10 օր 40 օր չեմ գիտեր 21 օր ձոն բահե ասնույթին համար at հadouk նվադակներեն զատ աբրելացեվի համար քոնե իմ գարձիկով եւ գավադամ որ գարձիկը սխալ չի ադորամար չեմ վախտնարասել են իմ գարձիկով քոնե շաբաթը մեկ անգամ մեր կյանքերում այդ զոհաբավությունը պետք է լա որբեսի միշտ արթունը լանք զրգելու մեջ մեր մարմինները եւ արիդ դալու հոգին եւ աղոթքի մեջ լալու եւ ձոմի մեջ լալու կորզարակելոցի մեջ գտեսնենք որ քրված է աշակերտները գծարային զոհաբավության մեջ այսինքն զոհաբավությունը մեզի համար փամը չէ որ հարց կա եկեք զոմբայենք չէ զոհաբավությունը փամն է որ մեր կյանքի մեջ անբաժան մասնիկը պետք է լա որբեսի նայեցեք եւ առողջ հոգի ունենանք եւ առողջ շունչ եւ առողջ մարմին եթե մենք խոսենք հիմա զոհաբավությունը ինչ չափ օգտակար է նաեւ մտքին շունչին եւ մարմինին երկար կրնանք խոսիլ այդքան կարեւոր է զոհաբավությունը ադորամար այսօրվա իմ ուղերձին կարեւոր նպատակը հետեւյալն էր քաչալելեր ցեզի զոհաբավության մեջ եւ անշուշտ աս երկու օրինակներով ցերեդը բաժնեցիլ որովհետեւ դուգալ զոհաբավություն բահեք եթե չեք բահեր եթե կբահեք այս գիտելիքները կրնալա նորեին ցեզի համար կհավատամ օրտնություն գլա եւ այսպիսով մեր քրիստոնեական կյանքի մեջ մեր Տիրոջ հետ այս կարևոր հոգեվոր սկզբունքով արժեվ գերտանք բոլորս միասին Հիսուս Քրիստոսի անունով թող Աստված օրհնի ցեզի շատ սիրելիներ անպայման դարազեցեք եւ եթե ցուն առաջին անգամն է որ գեհդեվիս սիրելիս անպայման մդիր ուրիշ կարոզներ ալգա մեր YouTube-ի մեջը նայիր թեմաներ որ քեզի գեհդակրեն քեզի գոքնեն եւ որբեսի ցունալ ճաշնաս Հիսուս Քրիստոսին եւ կյանքդ փոխվի եւ ապրիս Աստծո խոսքով եւ հետո ցունալ բատմես ուրիշներուն թե ինչ հրավ դերը քու կյանքիդ մեջ Աստված օրհնի ցեզի շատ ամեն